Փառք տանք Տիրոջը եւ բանջկուրեր որ ինքը իրականություն է բացել մեր կյանքում, լուսավորել է մեր ներքին աշխարհը եւ ինչպես Պողոս առաքյալն է ասում, գիտեմ ում եմ հավատացել եւ գիտեմ ուր եմ գնում։ Ինքը ասեց ես եմ կյանքը։ Մենք շատ շնորհակալ ենք եւ երախտապարտ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ այս հոգևոր կյանքը մեր դիմացը սպասվող ապագան հայտնի է դարձրել մեզ։ Իր անունը փառավորվի։ Եվ ունենք մենք իր սուրբ խոսքը մեր կյանքում ստացած իր ողորմության շնորհիվ։ Ունենք մխիթարություն, երբ որ ունենք Հիսուսին, ուրեմն ամեն բան ունենք, իր անունը փառավորվի։ Ես մի հատված պիտի կարդամ Հովանու ավետարանից եւ հայր մեր աղոթքով կուկանք Տիրոջ առջև։ Բոլորի շատ հայտնի տեղ է Հովանու 9:35։ Հիսուսը լսեց, թե Զանիգա դուրս սրին, երբ գտավ Զանիգա Սավանոր, դու կհավատաս Աստծո որդուն։ Անիգա պատասխան տվավ ու սավ, Տեր ով է որ անոր հավատամ։ Խոսքը գիտեք արդեն կույրի մասին է, որ ի ծնե կույր էր բժշկել Տերը, դե բնական է ինքը ի ծնե կույր էր, աշկերը հենց այդ պահին էր բացվե եւ հետաքրքիր է որ այդ աշկերը երբ որ բացվավ անմիջապես Հիսուսին տեսավ։ Էս էլ է հետաքրքիր բան։ Եվ ինքը որևիցե բան չէր տեսել, բայց երբ որ բացվավ տեսավ Հիսուսին, ասեց ով է որ հավատամ։ Հիսուսը սավ տեսար Զանիգա քեզ այդ խոսողը ան է, անիգա սավ կհավատամ Տեր ու երգշպակություն արեց։ Ամբողջ սրտով ընդունեց եւ երգշպակություն արեց։ Այս խոսքը մեզ է ուղված, կհավատաս Աստծո որդուն, որ մենք հոգևորապես կույր ենք եղել, ինքը մեր աշկերը բացել է եւ մենք համաձայնություն ենք տվել եւ երգշպակություն ենք անում անոր։ Իր անունը փառավորվի։ Հիսուս սավ, ես դատաստանի համար եկա այս աշխարհ, որպեսզի չտեսնողները տեսնեն եւ տեսնողները կուրանան։ Այդ ընթացքում շատ մարդիկ, շատ աչքեր Հիսուսին տեսավ։ Շատերը տեսան, բայց տեսնելով տեսան ու չտեսան։ Եվ փարիսեցիները, որոնք որ կանգնած էին այդտեղ, ասեցին. Միթե մենք էլ ենք կույր։ Հիսուսը ըսավ անոնց. Եթե կույր լինեիք, դուք մեղք չէիք ունենա, բայց հիմա կսեք, թե կտեսնինք, անոր համար ձեր մեղքը ձեր վրա կմնա։ Միթե մենք էլ ենք կույր։ Տեսնելով կտեսնիս ու չես տեսնի։ Եվ Հիսուսը այսևի խոսում է ասեց. դուք տեսաք, սակայն չուզեցիք հավատալ։ Չուզեցիք։ Այսօր մենք ինձ գտվա բոլորս ուզեցել ենք։ Ուզեցել ենք, հավատացել ենք իր ողորմության շնորհիվ։ Եվ ամենավտանգավոր բանը, որ մարդը հոգևորապես կույր է։ Սա ամենավտանգավոր բանն է, բայց Տիրոջը փառք, ժողովուրդ ջան, Տերը բացել է մեր աչքերը, Տերը լուսավորել է մեր ներքին աշխարհը, եւ մենք, ինչպես ինքն ասե, անվանել է մեզի լուսով որդիներ։ Իր անունը փառավորվի։ Ամեն։ Թող Տիրոջ անունը փառավորվի, քույր եղբայրներ ջան, շնորհակալ ենք այսօրվա համար, այս հնարավորության համար։ Իրոք անան աղբերնոր սավ Աստված ամեն մեկից հետ ծրագիր ունի։ Շատ բաներ կար, մենք չենք հասկնա այդ ընթացքը ինչ խտի տեղի ունենա, բայց Աստվածաշնչի մեջ շատ օրինակներ կա գրած, շատ մարդկանց կյանքից օրինակներ կա գրած, որ նոր մենք կրնանք կարդանք ու հասկանանք, թե Աստված ինչ կուզե մեզից է, ինչ ճանապարհով կուզե մեզի տանի ու ինչ կսպասվի մեզի։ Ճիշտ է, այդ ընթացքի մեջ բաներ կար, որ մենք չենք հասկանա ու կբողոքենք Աստծուն, թե ինչի համար այդ մեկը այդպես եղավ, բայց երբ որ մենք համբերություն կունենանք,
Աստված մեզի ցույց կտա իր մեծ սերը, թե իշքան է մեզի ողորմած է, իշքան է մեզի սիրե ու թե ինչի համար այդ ճանապարհով տար է։ Երբեք մենք չպետք է կասկածենք Աստծո սիրո վրա ու Աստծո գործի վրա, որովհետև Աստծո ծրագիրը յուրահատուկ ծրագիր է ամեն մեկիս համար։ Մենք չենք հասկանա, մենք չենք տեսնի, բայց այդ ծրագիրը ամենալավն է մեզի համար ու ցանկացած դեպքում, երբ որ մենք այդ ճամփեն կանցնենք, մենք այդ ընթացքը կանցնենք, երբ որ հետ գնայենք, մենակ Աստծուն մի բան կրնանք, ասենք որ շնորհակալ ենք Տեր Աստված, որ այս ծևի մեզի անցրիր, այս ծև եղավ, որ դու իմ հետս էիր, որ ես ուրիշ մարդու չնայեցի, այլ միայն քեզի նայեցի։ Մենք քիշենք Հոբի կյանքը, երբ որ Հոբի հետ այդ ամենը տեղի ունեցավ, ինքը վերջում է խոսքը մսավ, Աստված հետս կանչելի բաներ կեներ, բայց ես չէի հասկանա։ Մենք էլ շատ դեպքերում կեղնի, մենք էլ չենք հասկանա Աստծո կանչելիքները մեր կյանքում, մենք էլ չենք հասկանա, չենք տեսնի ու կսկսենք մարդկային փնտրել։ Ձևով թե ինչ եղավ, ինչի համար եղավ, մենք մեզի կքննենք, մենք մեզի գնայենք, բայց երբ որ Աստծուն գնայենք, ամեն բան կգնի իր տեղը, ամեն բան հասկանալի կեղնի մեզի ու կտեսնենք, թե Աստված իշքան մեզի շատ կսիրե։ Ես կուզեմ Ծննդոցից կարդամ Հովսեփի կյանքը։ Շատ մանրամասն ես ճիշտ նշած գրել էի, բայց ժամանակի առումով ես կուզեմ համառոտ նայենք այդ պատմությունը ու մեր հատվածը վերցնենք, այդ հատվածը ամեն մեկս մեզի նայենք, թե այդ հատվածի մեջ կանք արդյոք մենք հավատարիմ ենք այդ իրավիճակի մեջ, թե չէ, ինչ թերություններ ունենք ու ինչ կրնանք այդ ամեն ուղենք մեր կյանքի մեջ։ Մենք Հովսեփի կյանքը քիշենք 17 տարեկան մի հատ պատանի ինքն էլ նոր սկսե կյանք մտնել ու ինչը սկսվավ իր կյանքը, ինչ ընթացք ունեցավ։ Ես մոտավոր 20 օր է Հովսեփի կյանքը գնայեմ, անտատ կկարտամ, շատ հետաքրքիր է ու չգիտեմ, պաշտամունքների ընթացքում է եղբայրները էլի օրինակներ կբերեն Հովսեփից, երեք էլ Էշմիածնի պաշտամունքի ժամանակ, էլի Հովսեփից օրինակներ եղավ ու իշքան քնե մտքան ավելի ինձի դուր կուկա այդ ընթացքը, թե Աստված ինչ է իր հետ գործե ու ինչ ծրագիր ունի իր Աստված, որ նոր ինքը չէր հասկանա, որ նոր ինքը չէր տեսնի, թեև ինքը երազները տեսել էր իր եղբայրների վրով, իր հոր վրով երազը տեսել էր, որ իրանք երկրպագեն չէ, բայց ինքը չգիտեր ինչը պետք է անի, ինչը պետք է սպասվի, սպասում ունի, բայց չգիտեր ինչը տեղի պետք ունենա այդ ամենը։ Բայց քանի որ իր հեր իրան շատ կսիրեր, իր աղբերները կսե ատեցին Զանիկա ու խաղաղությամբ չէին կրնա խոսա անոր հետ։ 17 տարեկան նոր կմտնի կյանք, ունի մեծ աղբերներ, ովքեր իրան կադեին ու նույնիսկ հետը խաղաղությամբ չէին կրնա խոսային։ Թեկուզ լավ բաներ էներ, ես վստահ եմ, չէին կրնա հանգիստ հետը խոսային, ամեն անգամ կոպիտ, չգիտեմ, ամեն անգամ երևի վիրավորականով, ամեն անգամ շատ վատ են խոսած է իր հետ։ Երբ որ նույնիսկ հայրը պատմուճանը առավ, իրանց էլի առիթ եղավ, որ էլի իրանք էլ ավելի կսեղադեցին, իր եղբոր ավելի Հովսեփին ադեցին։ Ու կսե, երբ որ երազը տեսավ, իրավցնե մեր վրա պիտի տիրես կսե, անոր երազներն ու խոսքերն համար ավելի ադեցին, թե կադեին, թե իր չէին կրնա հանգիստ խոսային, խաղաղությամբ խոսային, այդ երազից հետո էլ կսե, էլ ավելի ադելությամբ լսվան իր հանդեպ։ Ու կսե նախանձով, նույնիսկ նախանձ եղավ, եղբայրները կսե նախանձեցան անոր, բայց հայր իր միտքը պահեց այս խոսքերը։ 17 տարեկան, բայց իր աղբերները արդեն իրան կադեն, կնախանձեն, ինչ սկսեն, չեն սիրե ու մի հատ հետաքրքիր բան է, որ նոր ինքը իր կյանքը սկսվավ։ Մենք մեզ հետո մի հատ բան կենի, մեզ հետո լավ չեն խոսա։ Կուզեի անենք, չգիտեմ, 10 տարվա, 20-50 տարվա հոգևոր եկեղեցի կալացող չենք կրնա մենք, ես անձամբ ես ինձ եմ, ինձ համար եմ, չեմ կրնա ես հանգստանք, ասում չի իմ հետս պես նա խոսած ու քնեմ գես ինձ, թե ինչ եմ երի, ինչ եմ թույլ տվել, որ իմ հետս պես նա խոսացին։ Բայց գնայինք Հովսեփն էլ բան չէր երե, ոչ բան չէր երե, բայց իր հետ ատելությամբ, իր հետ անհարգալից չկար այդ խաղաղությունը, որ իր հետ հանգիստ խոսային։ Շարունակության մեջ, երբ որ հայրը քրգե, որպես իրան տեսնին, թե ողջ են, առողջ են, կսե կնակ ու եղբայրներ այդ մոր լուրջ բեր, կսե երբ որ հերվից կուկար, կսե երբ եղբայրներ Զանիկա հերվեն տեսան, դեռ ինք անոնց չմոտեցած Զանիկա մերցնելու դավադրություններին։ Մի ամել կուզեն մերցնեն դավադրություններին, որ մերցնեն իրան սպանեն։
բայց գիտենք այդ պատմությունը, երբ որ սպանեցին իրան, գցեցին փոսի մեջ, հետո ծախեցին իրան ու պատմության առնով տարան հորը, թե գազանը կերել է իր զավակին։ Շարունակության մեջ կարտամ 39 գլխից, երբ որ արդեն գերի տարան, Հովսեփ Եգիպտոս իջեցուցին եւ Փարավոնի ներքին Եգիպտոս պետապրես տաղճապետը ծախու առավ Զանիկա Իսմայելացիներուն ձեռքեն, որոնք Զանիկա հոն իջեցուցին։ Այստեղ հետաքրքիր մի հատ բան կար, որ նոր ես կմտածեի, քսեմ ինչ է տեղի ունեցել, հետաքրքիր էլի էս ամենը, քսեմ Տերը Հովսեփին հետ էր ու Անիկա հաջողակ մարդ մներ ու իր եգիպտացի տիրոջը տունն էր Անիկա։ Անոր Տերը տեսավ, որ Տերը անոր հետ է եւ թե ինչ որ ընե տիրոջ կհաջողեցնե անոր ձեռքով։ Կուզեմ ուշադրություն դարձնենք այս համարի վրա, քսե Տերը անոր հետ տեսավ, քսե անոր Տերը տեսավ, որ Տերը անոր հետ է։ Այսինքն տեսանելի ձևով հասկացել էին, որ Աստված Հովսեփի հետ է։ Աստված իր հետ է ու բոլորն է համոզված էին, որ Աստված իր հետ է, ու քսե ինչ որ կեներ իրան կհաջողվի։ Աստված իր հետ էր։ Ու գիտենք այն պատմությունը, երբ որ պետապրեսի կնոջը տեղի ունեցավ, ինքը փախավ այդ ամենից, ու մի հատ հետաքրքիր բան է, որ այդ ամենը հանձնել է իրան, բայց քսե ինչպես այս մեջ չարությունը ունե ու Աստծոյ դեմ մեղանչեմ։ Այդ բանից կփախնի ինքը այդ իրավիճակից, երբ որ Տերը իրաք իմանա, իրան բանտ կտնե, ու նույն խոսքը էլի ստեղ կյանի հետաքրքիր է։ Իր բարկությունը փորփոքվեցավ, Հովսեփին Տերը առավ Զանիկա ու բանտը դրավ այնտեղ, ուր թագավորին բանտարկյանները կապված էին։ Հոն բանտի մեջ մնաց, բայց Տերը Հովսեփին հետ էր եւ ողորմություն ցույցուց անոր եւ բանտապետին արչեւ շնորհ գտնել տվավ անոր։ Հետաքրքիր է, չէ՞, քսե հոն բանտի մեջ մնաց, ինչի՞ է Տերը Հովսեփի հետ էր։ Քսե բայց Տերը Հովսեփի հետ էր։ Բայց քսե ինչի համար, որովհետև թեգուս եւ բանդի մեջ էր, բայց Աստված իր հետ էր։ Թեգուս եւ նեղության մեջ էր, բայց Աստված իր հետ էր։ Թեգուս եւ դժվարության մեջ էր, ոտները, չգիտեմ, փեդի կոճղի մեջ կտնեին, իրան կաբեին ինչ կենեին, բայց քսե Աստված իր հետ էր։ Մեզի հետ մի հատ դժվարություն, մի հատ նեղություն կեն, մի հատ հարց կեն, մենք կսկսենք մտածել, ինչ է մեր Աստված վերջ թողեց ինձ, ինչ պետք է անի իմ վիճակս, Աստված հետս չէ, հետս չի քայլի, ես մենակ եմ, ինչ պետք է անի, ու կսկսենք տագնապել, խառնվել իրար։ Բայց այդտեղ հետաքրքիր է, որ մի հատ կարա շոր ինքը խառնվավ, ցենը գցեց, կռի վերավ, հեչ բան չկա կարած իր մասին այդտեղ։ Կսե բայց Տերը իր հետ էր ու շարունակության մեջ էլ երրորդ անգամ կգրգնեք, սե Բանտապետը անոր ձեռքը եղած մեկ բանին չէր նայել, վասնզի Տերը անոր հետ էր եւ անոր բոլոր ըրացները Տերը կհաջողեցներ։ Իր հետ ինչ տեղի կունենար, Տերը կհաջողեցներ, Տերը իր հետ էր։ Քուրեր աղբերներս ամեն նոր կկարտանք կտեսնենք, թե ինչքան հետաքրքիր է։ Մի հատ ծրագիր էր, որն որ չունի ժամանակ, չունի ժամկետ։ Աստված չէր սե 17 տարի հետո, 13 տարի հետո արդեն վերջ դու կառավարիչ կյանես, դու լավ կյանի, նորմալ կյանի։ Չէ, այլ Աստված իր հետ ամեն վարքյան, ամեն պահ կապ չունի, ինքը փոսի մեջ էր։ Այնտեղ մի հատ տեղ կա, հետաքրքիր ծեվիկ է գցել էին փոսը, ու քսե եղբայրները նստած կողքը հաց կուտեին։ Հետաքրքիր վիճակը չէ, գցել են փոսը, հեչ պետք է չէ, իրանք էլ նստած հաց կուտեն։ Բայց Տերը իր հետ էր ամեն պարագայի մեջ, ամեն վիճակի մեջ, ամեն բանի մեջ ինքը գիտեր, կտեսնիր ու կերևար որ Աստված իր հետ էր։ Հետո բանդի մեջ մենք գիտենք, երբ որ մատրվակապետը երազք տեսնի ու հացթուխը երազք տեսնին, ու ինքը այդ երազները կմեկնե ու ճիշտ կյանին։ Այս հատված ես կուզեմ ուշադրություն դարձնենք, երբ որ ինքը երազները կմեկնե, մատրվակապետին գսե որ բայց քեզի ըրած եղած ատեն բարիք եղած ատեն զիս միտքդ բեր, կաղաչեմ քեզի, ինձի բարություն ըրե եւ զիս փարավոնին արչեւ հիշելով զիս այս տունեն դուրս հանեմ։ Այստեղ ուշադրություն կուզեմ դարձնեմ, երբ որ ինքը բանդի մեջ էր, ինքը գիտեր որ Աստված իր հետ է, ինքը կհամարեր, ես կմտածեմ, ես ինչ կդարվի, ես հերիք չեմ ամ կողցան ինձի բերին գերություն ծախին, միամե անհիմն պատճառով բերե բանդ են նստուցել է,
ու ինք երբ որ երազը հասկացավ, գիտեցավ, որ իրան պիտի ազատեն նորից նույն պաշտոնի էջտա, գսե փարավոնի առաջնորեղնից, ինձի հիշե այդ ամենը, որովհետև գսե քանզի իրավ ծնե կողծվեցա եբրայեցիներու երկրեն ու հոսալ բանմը չերի ու զիս այս կուբը, որ զիս այս կուբը նեդեն։ Հեշտան չեմ էր օրս կուբն են գսե, հեշտան չեմ էր ես անտեղի տեղը կողծան բերին ստեղ, երբ որ փարավոնի առաջ եղար ինձի հիշե։ Սիկ մի հատ վիճակ, երբ որ մարդը մարդուն կապավին է քույր աղբերներ ջան։ Ինքը գիտե որ Աստված կա, բայց գսե որ հանգարց բան եղավ, վիճակը լավ եղավ, փարավոնի առաջ եղար, հիշեն իմ մասիս, սա որ այն մարդ կա այնտեղ, ով որ հեշտան չի երը, անտեղի նստած է, իրան էլ հիշե ազատ է։ Մեր կյանքի մեջ էլ գիտեք, շատ պես բաներ կեղնի, որ գսենք ես հեշտան չեմ եր, ինչի էսպես նայ, ինչի եմ ես մեծ նեղության մեջ, ինչի եմ ես դժվարության մեջ, բայց ես ժամանակին կաղոտեմ, գիրքս կարդամ, պաշտամունքի կերտամ, սա լավ է, նորմալ է, ինչ է եղել, ինչի պիտի սպես նայանիր։ Բայց չենք հասկանա, որ Աստված մեզ հետ ծարագիր ունի ու ամեն քայլի մեջ Աստված մեզի կսորվծնե քույր եղբայրներ ջան։ Ամեն բան ինչ կուզե մեզի հետ տեղի ունենա, մենք պիտի հասկանանք, թե ինչի համար դիք եղավ, Աստված ինչ կուզե մեզի դեղ սորվծնե։ Ինչի համար այդ ամենը տեղի ունեցավ։ Ու այս մարդը գնաց, անցավ 2 տարի իրան չհիշեց այդ 2 տարվա մեջ։ Կրնար չէ ինքը մտածեր սելնա է, գնաց, լավ եղավ, վիճակը չհիշեց, սպես է բան է անի, բայց դիք հենց Աստծո գործն էր, որ չհիշեց իրան, չազատեց իրան, ինչ որ չբարեխոսեց իր համար, որ իրանը չանեին։ Ինչի, որովհետև որ իր հույսը լրիվ կտրիր մարդուց։ Ես պես հասկանամ, որ իր հույսը լրիվ մարիր մարդուց, որ երբեք մարդուն ես չբդի հուսամ, թեև ես դիքսեցի, բայց մարդուն չբդի նայեմ, իմ հույսը ապավենս մենակ Աստված է։ Ես կուզեմ Սաղմոս 105-ից կարդամ ու շարունակեմ 19 համարից 17-ից։ Անոնց արջև են մարդ խրկեց Հովսեփը, որ ծառայության ծախվեցավ, անոր ոտքերը կապանքով նեղեցին, անոր անձը երկաթի մեջ տրվեցավ, մինչև այն ժամանակը, երբ անոր խոսքը եկավ, Տիրոջ խոսքը փորձեց զանիկա։ Գսե այնքան ժամանակ եղավ, որ մինչև Աստծո խոսքը եկավ, Աստծո հրամանը եկավ, ու գսե Տերը Տիրոջ խոսքը փորձեց զանիկա, այդքան ժամանակ ինքը մնաց։ Ես վստահ եմ, որ այդ վիճակի մեջ հեշտմարտ չկրնա իրան հաներ, թեկուս եւ այնտեղ իրան կվստահեին, թեկուս եւ Աստված իր հետ էր, բայց որևիցե մարդ չկրնա իրան ազատել, որովհետեւ Աստծո գործն էր, Աստծո ժամանակը չէր եկել։ Ու մենք այդ պատմությունը էլի շարունակությունը չկարտալու մար, երբ որ փարավոնը երազք տեսնի, նոր քիշեն, որ մեկը կար, ով որ ճիշտ մեկնություն էր երազին, ուստեղ հետաքրքիր բան տեղի կունենա, կերևա Աստծո ժամանակը, երբ էր Աստծո ժամանակը։ Քսայնատեն փարավոն մարդ խրգեց ու կանչեց Հովսեփը։ Շուտով բանտեն հանեցին զանիկա ու ածիլվեցավ ու իր հանդեսները փոխեց ու փարավոնին եկավ։ Գսե շուտով չանցավ օրեր, չանցան ժամեր, չանցան տարիներ, գիտեք, շուտովը ու 2 տարին լրիվ ուրիշ ժամանակահատված են։ Եթե Աստծո գործն է, դիք շուտով կերնի։ Եթե մարդու գործն է, որ մարդուն կսես, դիք կեշտակը մոռացվի։ 2 տարի ինքը երևի սպասեց, մինչև այդ մարդը ինչ որ մի բանը մենե ուտպես անցավ գնաց, մարդուն էր մտածե, մարդուն էր ուսացե։ Բայց մենք կտեսնենք, որ երբ որ Աստծո ժամանակը եկավ, երբ որ Աստծո խոսքը եկավ, շուտով կսի իրան հանին ու ինքը ելավ գնաց փարավոնի առաջ ու հուրդեղս կերևար ինքը ամեն իրավիճակի մեջ սորվել էր Աստծուն վստահել։ Երբ որ կսե երազը կմեկնե, կսե երազ տեսա ու զանիկա մեկնողը չկա ու քեզի համար լսեցի, որ կսեն թե լսած երազդ կմեկնես։ Եվ Հովսեփ պատասխան տվավ փարավոնին ու սավ. ոչ թե ես, այլ Աստված փարավոնին պիտի տայ նպաստավոր պատասխանը։ Հասկացավ նույնիսկ ինքը հույսը կտրել էր ոչ միայն մարդկանցից, այլ նաև ինքը իրանից, որ կսե ոչ թե ես պետք է այդ պատասխանը տամ, այլ Աստված պետք է նպաստավոր պատասխան տա։ Իշքան է մեր կյանքի մեջ եղել, որ բաներ է եղել, որ մենք մտածել ենք, որ մենք մեզնից ինչ որ բան կներկայացնենք, մենք կռնանք այդ հարցը լուծենք, ինչ որ մեկի միջոցով կռնանք այդ հարցը ենենք, եղնի առաջ գցենք, ենենք, մեր ձեռը ինչ որ մի բանում կա, բայց արեք տեսեք, որ մենք շատ տեղեր չենք խոնարհվի Աստծո ձեռի տակ։ Ես այդ համարը չկարդացի, սկզբից կուզեի կարդայի, թե կարդացի։
առաջի Պետրոսի մեջ նորից կարդամ, գսե Աստծոյ հզոր ձեռքին տակ խոնարհվեցեք, որպեսի ձեզ ժամանակին բարձրացնե։ Ու եկավ այդ ժամանակը Հովսեփի համար, որ ինքը Աստված իրան հանեց այդ վիճակից։ Ինչի, որովհետև իր հույսը կտրել էր մարդկանցից, իր հույսը կտրել էր նույնիսկ իրանից։ Ու դորից ելնելով ինքը գսե ոչ թե ես, այլ Աստված փարավոնին պիտի տայ նպաստավոր պատասխան։ Թող Տիրոջ անունը փառավի, քույր եղբայրներ ջան, Աստված մեզի հետ մեծ ծրագրեր ունի, բայց մենք պիտի հասկանանք, որ այդ ճանապարհի մեջ մենք բան չունենք անելու։ Մենակ պիտի հանձնվենք Աստծուն ու տեսնենք, թե Աստված մեզ ինչ կտանի այդ ճանապարհի մեջ։ Ու շարունակության մեջ որ գնայենք, գսե այս բանը փարավոնի աչքին ու անոր բոլոր ծառաներուն աչքին աղեք երևցավ, եւ փարավոնը սավ իր ծառաներուն կրնակ գտնել ասորպես մեկը, որ իր ներսիդին Աստծոյ հոգին ունենա։ Որտեղից տեսավ ինքը, ինչը հասկացավ։ Ամեն վարքյան, ամեն պահ Աստված իր հետ էր, ամեն ժամանակ ու էլի քշեշտ է ու գսե փարավոնը սավ Հովսեփին, որովհետև Աստված այս ամենը քեզի կիծուց, քեզի պիտի հանճարեղ ու իմաստուն, քեզեն պես հանճարեղ ու իմաստուն չկա։ Նույնիսկ փարավոնը տեսավ, որ Աստված իր հետ է, իր հետ կգործե, ուտեղ պատկերացրեք իր ուրախությունը, երբ որ ինքը կմտածե ու կտեսնի իր անցած ճամփեն, որ ինչի միջոցով է անցել ու Աստված ինչեր է սորվծել է իրան, ու շքան ուրախ էր, որ ինքը վերջում իր հույսը ամբողջությամբ դրեց Աստծո վրա, որովհետև տեսավ, որ թեկուս եւ փոս, թեկուս դժվարություն, թեկուս եւ բանտ, բայց վերջում եղավ երկրորդ մարտը չէ այդ ամբողջ երկրի մեջ։ Այստեղ მე համարում եմ կարդամ 45-րդ գլխի մեջ, երբ որ արդեն այդ ամենը սաղ տեղի կունենա, իր եղբայրները կուկան, ինքը մի բան եմ գսեմ։ 45:5 գսե ուստի զիս հոս ծախնելուդ համար մի վշտանակ ու ձեզի ծանր չերևնայ, վասնզի Աստված խրկեց զիս ձեր արջևեն կյանք պահելու համար։ Մի վշտացեք դուք ինձի ծախել եք, փոսն եք գցեք, գերի եք տվե, չգիտեմ սուտ բաներ եք խոսած է, հորս գնաց ասել եք որ մեռել է, մի վշտացեք այդ ամենի համար։ Ես գիտեմ որ ես կտեսնեմ որ գսե Աստված խրկեց զիս ձեր արջևեն, Աստված էր, դիք Աստծո գործն էր։ Ոչ թե ձեր երազն էր, այլ դիք Աստծո գործն էր։ Ինքը հաշտ էր, արդեն հաշտ էր իր եղբայրների հետ։ Ու 50-րդ գլխի 19 համար երբ որ գսե Հովսեփը սավ անոնց մի վախնակ, մի տես Աստծոյ տեղն եմ։ Եվ թեպետ դուք ինձի դեմ չարություն խորեցաք, բայց Աստված այն աղեքի դարձնել խորեց, այնպես որ այս օրվան եղածին պես շատ ժողովուրդ ապրեցնե։ Ու էլի կվկայե որ այդ ամենը թեգուս եւ դուք չարությամբ երիք, բայց դիք Աստծո գործն էր, դիք Աստված էր նախատեսի, Աստված էր այդ ծրագիրը, մեծ ծրագիր ինձի համար դիք Աստծո իրաց գործն էր։ Մենք էլ որ Աստծո գործը մեր կյանքի մեջ կտեսնենք, մենք էլ մարդկանց չենք մեղադրե, բայց որ չենք տեսնի, մարդկանց կմեղադրենք։ Այ գսենք, այս մարդն էր մեղավոր, այս ինչն էր մեղավոր, դորից հետո ես չեկա եկեղեցի, դորից հետո ես դատարեցի գիրք կարդալ, այդ բանից հետո ես էլ չեմ աղոթե ու կսկսենք մարդկանց մեղադրել։ Բայց երբ որ կտեսնենք Աստծո ծրագրերը մեր կյանքում, մենք մարդկանց չենք մեղադրե ու ամեն պարագայի մեջ Աստծուն շնորհակալ կյանենք, ուրախ կյանենք, որ մեզ այդ ճանապարհով տանի ու տեղ կհասցնե։ Թող Տիրոջ անունը փառավի, քույր աղբերներ ջան, այդ տեղը շատ հետաքրքիր էր ինձի համար, բացահայտում էր կարելի ասել ինձի համար, որ թեգուս եւ ինքը մարդուն ապավինեց, մարդուն վստահեց, երևի իր անձը սա որ բանը կերնի ինձի հիշե, բայց Աստված իր հետ գործ երավ ու դիկտեվեց 2 տարի որ ինքը հասկանար որ չէ, այդպես չպետք է անի, Աստծուն դի ես ապավինեմ։ Տարբեր մարդկանց հետ տարբեր ժամկետ կրնայանի, մեկի հետ 2 օր, մեկի հետ 10 օր, մեկի հետ կրնա 2 տարի, 10 տարի, 80 տարի, մենք չգիտենք այդ ժամկետը, բայց գիտենք որ Աստված ամեն մեկի համար ժամանակ ունի ու ժամանակին Աստված մեզի կբարձրացնե։ Մեզի պետք է որ խոնարհվենք Աստծո հզոր ձեռքի տակ, որտեղ շարունակությունը գսե ձեր ամեն հոգը անոր վրա ցկեցեք, վասնզի անիկա ցեզի համար կհոգա։ Ոչ թե մենք, այլ անիկա, այլ Աստված մեզի համար կհոգա, մենք իշքան է մտածենք, իշքան է հոգ սնենք, իշքան է մարդկանց թիմենք,
հեշտ բան չի ստացվի, այլ երբ որ Աստծուն դիմենք այդ ժամանակ մենք կտեսնենք, թե Աստված իշքան ողորմած Աստված ու մեզի համար կողոկա։ Մի ադամ երկ կա, միշտ այդ հատվածը շատ է տպավորվի, ես միշտ այդ հատվածը օրինակ բերեմ, կսե ես գիտեմ անուն, որ վեր է ամենից, էլ չեմ դիմի մարդուն։ Մենք էլ կրնա շատ դիմաց անենք, բայց մենք իմանանք, որ մի ադամ անուն կա, որ նոր վեր է ամենից, մեզ պետք չէ դիմել ոչ մեկի, մենակ Աստծուն։ Թող Տիրոջ անունը փառավի, քո աղբերներ ջան, սկանը կուզեի կիսվեի, ամեն։ Խաղաղություն բոլորիդ, եղբայրներ, քույրեր, մեր Տիրոջը մեծ փառք, մեծ պատիվ, որ եկել ենք մեր Տիրոջ առաջ, եղբայրներ, քույրեր, որպեսզի Իրանից սովորենք։ Երանել են մարդը, որ Տիրոջից է սովորում, ես էլ ուզում եմ, որ ձեր հետ այսօր երանության մեջ լինենք, որ Սուրբ Հոգին մեզ սովորացնի։ Եվ երբ որ կարդում ենք Եբրայեցիս գլուխ, 10-րդ գլուխ, 19-րդ համարում գրած է արդ եղբայր, որովհետև համարձակություն ունենք մտնելու սրբարանը Հիսուսի արյունովը, որ նորոգես մեզ համար նոր եւ կենդանի ճանապարհ վարակույրի միջովը։ Այսինքն իր մարմնովը։ Մենք այսօր ունենք այդ համարձակությունը, այն ժամանակ ոչ մեկը չուներ, որովհետև միայն քահանայապետներ չէ, գիտենք տարին մեկ անգամ մտնում սրբության սրբոցը։ Համարձակություն ունենք եղբայրներ, քույրեր, որ համարձակվեր մտներ պիտի խփվեր։ Այսօր մենք ունենք ամեն վայրկյան, ամեն րոպե, ամեն բան մտնելու սրբարան Հիսուսի արյունով։ Եվ այդ ճանապարհը գրած է նոր եւ կենդանի ճանապարհ, նոր ճանապարհ, որտեղ զոհաբերությունները կանգնեցին։ Որ խոսքի մեջ լսեցինք եղբայրը բացատրեց շանանել, ասեց, որ այդ նոր ճանապարհ էր, նոր ճանապարհ, զոհաբերությունները կանգնեցին։ Մի նոր զոհ եղավ, այդ զոհն էր, եւ այդ զոհը կենդանի ճանապարհ էր։ Հավատքի կյանքը կենդանի ճանապարհ է, եղբայրներ, քույրեր, մեռած կյանք չի։ Հավատքի կյանքը մարդուն կենդանացնում է, Աստծո խոսքը մարդուն կենդանացնում է, դրա համար հավատքի կյանքը կենդանի կյանք է։ Եվ ես էլ ելնում շատ անգամ ասում եմ, Տեր Հիսուս, օգնիր, որ ոչ թե քեզի ես սովորությամբ պես քեզի փառտամ լինի, իմ համար սովորություն կյանք լինի, ամեն մի փառք տալը Տիրոջը կյանք լինի։ Եվ խոսքից առաջ մի տեղ էլ էի ուզում ասել, Սուրբ գրքում Պողոսը Տիմոթեոսին գրում է, ասում է ամեն գիրք, այսինքն ամեն գիրք Աստծո խոսքը որ կա սկզբից մինչև վերջ, բոլորը գրված է Աստվածաշունչ են, դա գրված է 2 Տիմոթեոս 3:16-ում, ուրեմն ամեն գիրք Աստվածաշունչ են, ինչի համար է բացատրում, բացատրում է ինչի համար է, օգտակար է վարդապետության համար, հանդիմանության համար, ուղղելու համար, արդարության մեջ խրատելու համար, ինչի համար, որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն գործերի համար պատրաստված։ Ուրեմն ոչ թե մենք կարանք բարի գործ անենք, այլ Աստծո խոսքն է մեզ պատրաստում, որ այդ գործին լինենք։ Եվ երբ որ կարդում Մատթեոս ավետարանում գրված է, որ մեկ իր տունը սարքեց, ժայռի վրա գրված է կնմանեցնեմ իմաստուն մարդու։ Այսինքն ոչ թե մենք կնմանվենք, մենք չենք կարող նմանվել։ Մեզ Աստծո խոսքն է նմանեցնում իմաստուն մարդու, որ կարողանա իր տունը հավատքի կյանքը շինել։ Ուրեմն Աստծո խոսքն է մեզ նմանեցնում։ Խոսքի սկզբում ուզում եմ կարդալ Պողոս առաքյալը Եփեսոսի թղթում մի համար է գրում, շատ օրհնյալ տեղ է, բոլորս գիտենք։ Ուզում եմ կարդալ, երբ որ գրվում է Եփեսոսի եկեղեցուն, դա նշանակում է նաև գրված է մեզ համար, այսօրվա մեզ բոլորիս եկածների համար, ասենք Լենինականի եկեղեցու համար։ Կարդում եմ Եփեսացիս առաջին գլխի առաջին խոսքն եմ կարդալու եւ 15-րդ խոսքը։ Պողոս Հիսուս Քրիստոսի առաքյալ Աստծո կամքով այն սուրբերին, որ Եփեսոսումն են եւ Քրիստոս Հիսուսումը հավատացյալներին։ Շնորհ լինի ձեզ եւ խաղաղություն Աստված մեր Հորիցը եւ Տեր Հիսուս Քրիստոսիցը։ Եվ կարդում եմ 15 խոսքը։ Նրա համար ես էլ լսելով ձեր հավատքը, որ ունիք Տեր Հիսուսի վրա եւ ձեր սերը դեպի ամեն սուրբերը, 16-ներ կարդամ, որ հասկանալի լինի, չեմ դադարում ձեզ համար գոհություն տալուց ձեզի մաղոթներումը հիշելով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, փառքի Հայրը, տա ձեզ իմաստության եւ հայտնության հոգի իր գիտությունով։ Եղբայրներ, ուրեմն այստեղ ես քիչ Պողոսին կանգ առնեմ, Պողոս առաքյալը ուներ, շատերն ասում են Պողոսը իր դարավ Սողոս էր, դարավ հավատացյալ, իր անունը փոխվեց դարավ Պողոս, բայց ինքը Պողոս նշանակում ուներ ռոմեական քաղաքացիություն եւ իր անունը ռոմեաներեն կոչվում էր Պողոս, իսկ հրեական իր անունը նշանակում էր Սողոս։
ոնց որ մեր անուններն չէ լինում է ռուսերենում տարբեր է թե հայերենում։ Եվ այստեղ գրվում է, որ ինքը առաքյալ է ոչ թե մարդու կամքով, այլ Աստծո կամքով, այսինքն Աստված իրան կանչել է առաքելության մեջ։ Այս համարն է, սրա վրա եմ ուզում ուշադրություն դարձնել, Եփեսոսում Հիսուս Քրիստոսում է սուրբերին, որ Եփեսոսում, այսինքն սուրբ կնայենք ինչա նշանակում Քրիստոս Հիսուսում հավատացյալներին։ Մենք բոլորս գիտենք, չէ, որ մեկին ասես դու սուրբ ես, ինքը ինչ կան, ասի, չէ, ես սուրբ չեմ, չէ, ես սուրբ չեմ։ Եղբայրեք, որ սուրբ դա Աստված մեզ ստատուս է տվել։ Մենք մեզանով սուրբ չենք, մենք մեզանով պիղծ ենք, որ հիշում եք եղբայրեք կարդաց Եփեսացիս 2 գլխում, որ դուք մեռած եք ձեր անցանքներում։ Աստված մեզ կանչել է սրբության մեջ, սուրբ մեր նշանակում է զատված, առանձնացված Աստծո համար։ Եվ այդ ստատուսը Աստված մեզ տվել է։ Եվ գրված է Սուրբ գրքում ձեզ կանչող Սուրբին պես սուրբ եղեք ձեր բոլոր վարքերում է, չէ՞, մեր վարքերումը, մեր ապրելակերպումը։ Դա Պետրոս առաքյալն է գրում, առաջին Պետրոս, առաջին գլուխ 15-16 համարներում է գրված։ Ուրեմն սուրբ նշանակում է զատված Աստծո համար։ Հիմա Տերը մեզ աշխարհից կանչել է, ինքն է գրում եկեղեցուն, որ եկեղեցին կանչված է, զատված է աշխարհից Աստծո համար։ Եվ այդ եկեղեցին արյան գին է, եւ երբ որ կարդում ենք Պողոսը Եփեսոսի երեցներին կանչեց, Գործքի 20-28-ում ասում է, եւ եկեղեցին իր արյունով ստացավ, այսինքն եկեղեցին դա իր արյան գինն է, եթե մի բան արյան գինն է, արյունը մաքրել է մեզ ինչից, մեղքից, անօրենությունից, եկեղեցին ունի հաղթություն մեղքի մահվան վրա, եւ այդ եկեղեցին սուրբ է։ Ուրեմն զատված է եկեղեցին առանձնացված է Աստծո համար։ Եվ այստեղ ինքը շարունակում ասում է Քրիստոս Հիսուսում հավատացյալներին։ Ռուսերենի մեջ գրած է Քրիստոս Հիսուսում հավատարիմներին։ Ուրեմն եղբայրներ, հավատարիմ մարդը ինքը հավատացյալ մարդն է։ Հավատացյալ մարդը հավատարիմ մարդ է։ Եվ հավատարիմ մարդը ինքը չի դավաճանում, չէ՞։ Ինքը սուրբ է մնում, ինքը մաքուր է մնում, արդար է մնում։ Դրա համար ինքն ասում է, որ դրա մեջ ապրենք։ Աստծո ուզածն է, որ մենք օրեցօր նորոգվենք, օրեցօր սրբության մեջ գնանք, օրեցօր Քրիստոսի փառքին կերպարանակից լինենք, օրեցօր Քրիստոսին նայենք։ Ինչքան մեր կյանքը մոտիկանում, այնքան մեծանում ենք, մենք այնքան Տիրոջ ավելի ենք մոտիկանում, որովհետև օրերն են չի կարճանում, Տիրոջ գալուստը ավելի է մոտիկանում։ Այս համարի վրա որ քիչ կանգ առա, ուրեմն Լենինականի եկեղեցում սուրբերին, որ առանձնացված են եւ Քրիստոս Հիսուսումը հավատացյալներին, այսինքն Քրիստոս Հիսուսումը հավատարիմներին։ Եվ երբ որ կարդում ենք Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում է, այս խոսքերը հանձնիր, ում ասում հավատարիմ մարդկանց, որ կարող լինեն ուրիշներին սովորեցնել։ Ուրեմն հավատարիմ մարդը մնում է սրբության մեջ, այսինքն առանձնացված է, եւ այսպիսի մարդը կկարողանա Աստծո խոսքը փոխանցել եղբայրներ քույրեր։ Եթե ես առանձնացված եմ եւ հավատարիմ եմ, Աստված այդպիսի մարդու միջոցով կարողանում է իր խոսքը տեղափոխել, եւ այդ խոսքը ժամանակ ունենում է ուժ եւ զորություն։ Եվ կարդում ենք 15-րդ խոսքը, Եփեսացիս գլուխ 1 գլխի 15-րդ խոսքը։ Նրա համար եսը լսելով ձեր հավատքը, որ ունիք Տեր Հիսուսի վրա եւ ձեր սերը դեպի ամեն սուրբերը։ Ամեն սուրբերը։ Եղբայրներ քույրեր, շատ հետաքրքիր է այստեղ որ ուշադրություն դարձնենք, Ուրեմն մարդը Աստծուն, ասես կարճ հավատքի մասին ասել, որ հասկանալի է, Աստծուն ոչ թե սիրով է հաճելի լինում, Եբրայեցիս 11:6-ում գրած է հավատքով, չէ՞, մարդը հավատքով է Աստծուն հաճելի լինում։ Եվ գրված է, որ այն հավատքը, որ ունեք Տեր Հիսուսի վրա եւ սերը դեպի ամեն սուրբերը, այն հավատքը, որ հիմնված է Հիսուս Քրիստոսի վրա, երբ բարերկում ուշադիր դարձնենք, այն հավատքը, որը հիմնված է Հիսուս Քրիստոսի վրա, այդ հավատքն է մարդուն տանում փրկության։ Եթե իմ հավատքը հիմնված է Հիսուս Քրիստոսի վրա, եւ Հիսուս Քրիստոսի իմ կյանքի հիմքն է, այդ հավատքն է ինձ տանելու փրկության։ Իսկ հետո շարունակում ասում է եւ սերը ամեն սուրբերը։ Ուրեմն
Փրկված մարդն է կարողանում սեր ունենա բոլորի վրա, ամեն սուրբի, այսինքն եկեղեցու վերաբերյալ ասվում, ամեն մեկին հավատարիմների վրա, հավատացյալների վրա։ Ուրեմն, եթե իմ հավատքը հիմնված է Հիսուս Քրիստոսի վրա, այդ հավատքը տանում է ինձ փրկության, իսկ սերը ցույց է տալիս իմ փրկված վիճակի իրականությունը, գործը։ Որ կարդում ենք Հակոբոս առաքյալը երկրորդ գլխում ինքը խոսում է հավատք եւ գործ։ Եթե մենք հոգեվոր կյանքում տեղերը փոխենք, Սուրբ Գրքի հերթականությունը դա շատ ճիշտ է։ Անկամ եթե չենք հասկանում։ Եթե մենք սկզբից դնենք գործ եւ հավատք, մեր հոգեվոր կյանքը հակառակ կլինի։ Գործի մեջ մենք աշխատանք ենք անում, բայց հավատքի մեջ աշխատանք չենք տա, մենք հավատում ենք։ Եվ փրկությունը եղբայրը գործով չի։ Գործը փրկության հետևանք է։ Եվ երբ որ կարդում ենք Եփեսացիս 2-րդ գլուխ 8-րդ համարում գրված է, որովհետև եղբայր դուք հավատքով եք փրկվել, շնորհքի ձեռով, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա։ Ուրեմն փրկությունը դա եղբայր Աստված մեզ շնորհել է։ Փրկությունը դա շնորհք է Աստծո կողմից։ Մենք որևէ մի բան չենք արել, մենք չենք ճգնել, չենք տառապել, որ փրկվենք։ Փրկությունը հավատքով է, բայց փրկված մարդու, որ ասում է ես հավատում եմ Տիրոջը, եւ փրկված մարդը պիտի ունենա հավատքի գործ եւ ասում է սերը բոլոր սուրբերը։ Սերը դա Աստծո սերն է եւ դա զոհաբերող սեր է, հավատն էլ է զոհաբերող սեր։ Երբ որ նայում ենք Աստծո խոսքին, Հովհաննես Ավետարան 3:16-ում գրված է, չէ՞, Աստված այնպես սիրեց աշխարհը, այսինքն սիրո չափանիշը որն է զոհաբերությունը։ Դա աշխարհը չունի եղբայրներ, Աստծո սերը տարբերվում է, աշխարհային սերն էլ ունի զոհաբերություն, բայց ռուսեն ասում են դա пару времени, որոշ ժամանակ։ Երբ որ գալիս է այն պահը, որ իրականության զոհաբերությունը մարդը չի կարողանում անել, բայց երբ որ Աստվածային սիրո մեջ ենք, Քրիստոսի սերը մեզ ստիպում է, այսինքն սերը մեզի ուժ է տալի, որ կարող ենք ամեն բան թողնել, այդ սիրո հիման վրա է, եւ այդ սերը դա կյանք է։ Եվ երբ որ ասում եմ հավատքով եք, շնորհքով եք փրկված հավատքի ձեռով, դա իհարկե փրկությունը դա Աստծո պարգևն է, եղբայրներ։ Փրկված մարդ, որ ասում ես փրկվել է, ինքը չի արել մի բան, որ փրկվի, արվել է իր համար, զոհաբերություն արվել է։ Եվ գրված է, որ հավատքով եք փրկված, շնորհքով եք փրկված հավատքի ձեռով։ Ուրեմն եղբայրներ, ուրեմն շնորհք մենք գիտենք ինչ է նշանակում, արժանինքներ չունենք, Աստծուց ողորմություն ստանալ, շնորհք։ Եվ այդ փրկությունը մեզ շնորհվել է, Աստված մեզ նվեր է տվել։ Հիմա այդ նվեր այդ շնորհքը գրված է հավատքի ձեռով, ոնց որ ձեռը, ասենց մենք ընդունում ենք, այդ փրկությունը մենք ընդունում ենք։ Այդ ընդունելությունը կախված է նրանից, որ մենք ընդունել ենք Տիրոջ խոսքը, եւ այդ խոսքը մեր կյանքում հավատք առաջացրել, եւ այդ հավատքի ձեռով ընդունում ենք փրկությունը։ Եվ մի տեղ էլ կարդամ եղբայրներ Սուրբ Գրքում, որ քիչ առաջ ասի հավատքը զոհաբերություն է պահանջում, Պողոս առաքյալը գրում է, որ Եփես Հռոմեացիս գրքում է գրված, շատ օրհնյա տեղ է, այդ տեղն է կկարդայի ձեր հետ կիսվեի, ժամանակի առումով արագ անցնենք, Հռոմեացիս առաջին գլուխ 11-12 խոսքերը։ Իհարկե Հռոմեացիս գիրքը վարդապետական բարձր գիրք է, Աստծո խոսքը բոլորը մարգարեական խոսքեր են, թող Սուրբ Հոգին բացի մեզ բոլորիս, ուրեմն Հռոմեացիս առաջին գլուխ 11-12 խոսքերում գրված է հետևյալը. Որովհետև շատ եմ ցանկանում ձեզ տեսնել, որ մի հոգևոր շնորհք հաղորդեմ ձեզ ձեր հաստատվելու համար, այսինքն որ ձեզ հետ մխիթարվի մեր փոխադարձ իմ եւ ձեր հավատքի միջոցով։ Եղբայրներ, ուրեմն երբ որ մարդը հավատքի մեջ ապրում է, ինքը հավատարիմ մարդ, այդ սերը ունի բոլոր սուրբերը։ Եվ ասում է իմ փափագն է, որպեսզի ես էլ գամ ձեզ մոտ Ռոմի եկեղեցում, գամ այստեղ Լեննականի եկեղեցում, ձեր հետ ուզում ասի կիսվեմ եւ ասում է ոչ թե միայն ես ձեզ շնորհք հաղորդեմ, այլ ձեզանից էլ այդ շնորհքը ստանամ։
Հիմա Տիրոջ օրհնությամբ ուզում եմ որպես Աստվածորդի մեզ, որ հոգևոր կյանքում մեր փոխադարձ հարաբերության մեջ, հոգևոր կյանքում, որ իրար շփվում ենք, մեկս մյուսի շնորհք հաղորդենք։ Ասում եմ, ես փափագում եմ, եթե ես չսիրեմ իմ եղբորս, ես ո՞նց կարող եմ իրան շնորհք հաղորդել։ Եթե իմ եղբայրը ինձ չի սիրում, ո՞նց կարող է ինձ շնորհք հաղորդել։ Եվ երբ որ կարդում ենք Կորինթացիս թուղթ, 2 Կորինթացիս 7:6-ում Պողոս առաքյալը գրում, ասում է, բայց խոնարհներին մխիթարող Աստվածը մխիթարեց մեզ Տիտոսի գալով։ Երբ որ կարդում ես, գրում է, Տիտոսին տեսանք, ուրախացանք։ Բայց եղբայրներ քույրեր, մի հատ հարց եմ տալիս, այդ հարցը թող մնա իմ մեջ եւ բոլորիս մեջ, սրա վրա Սուրբ Ոգին թող գործ անի։ Ես որ տեսնում եմ եկեղեցուն մեկին, որ հետը հարմար չեմ, իմ մաստի մարդ չի, իմ բնավորության մարդ չի, իմ հասկացողության մարդ չի, իրա եկեղեցի գալով ես ուրախանում եմ թե ոչ։ Ասում եմ, մեզ մխիթարեց Տիտոսը, երբ որ եկավ։ Հիմա ես որ սրա վրա այս վերջերս ավելի շատ եմ մտածում, ասեմ Տեր Աստված, ես կուզեմ, որ քո հոգին իմ մեջ գործի, որ գիտեք ինչ, որ չգամ եկեղեցի ասեմ, էլ այս եկավ։ Թող Տերը մեզ օրհնի, որ հոգևոր կյանքում մեկս մյուսով ուրախանանք, ասում է Տիտոսը եկավ եւ մենք ուրախացանք իրա գալովը։ Դրա համար եղբայրներ քույրեր, ես հենց եմ հասկացել ժամանակի առումով խոսքս ուզում եմ կարճ վերջացնել, ժամանակի առումով մի համարել, մի միտքել եմ ուզում ասել։ Հնարավոր է ոմանց համար խրթին լինի, ոմանց համար դժվար, բայց մի բայց կա։ Ինչ չափով ես սիրում եմ Աստծուն, այն չափով էլ սիրում եմ Աստծո ժողովրդին, Աստծո եկեղեցուն։ Հնարավոր է մենք մի քիչ մեզի դզենք մեր ներս, ասենք չէ, այտենց չի, բայց ես սենց եմ հասկանում։ Ինչ չափով, որ ես սիրում եմ Աստծուն, այն չափով էլ սիրում եմ Աստծո եկեղեցուն ամեն։ Եղբայրներ քույրեր ջան, խաղաղություն, Աստված օրհնի ձեզ։ Ես անցյալ տարի ստեղ եղել եմ, բարևներ եմ փոխանցել ձեզ Սոչի եկեղեցի կողմից, ձեր բարևները տարել եմ հետ, այսօր էլ նորից բերել եմ։ Աստված օրհնի ձեզ։ Ջերմ Սոչի եկեղեցին ողջունում է բոլորիդ։ Անպայման։ Աստված օրհնի մեզ բոլորիս։ Եղբայրները Տիրոջ խոսքը խոսեցին, Տերը առատորեն այս օրերի մեջ իր խոսքը տալիս է, մի միտք կուզենայի ասեի եւ այս մտքից հետո կուզենամ մի կարճ ձեր հետ կիսվեմ խոսքով։ Երբ որ մենք կարդում ենք Հայտնություն 3-րդ գլուխ 7-րդ խոսքից մենք տեսնում ենք Ֆիլադելֆիայի եկեղեցին, որը հափշտակվող եկեղեցին է։ Եվ այս եկեղեցում խոստմունք ունի տված Աստված։ Հետաքրքիր է, մենք կոչվում ենք եկեղեցի։ Ինչի համար Աստված եկեղեցին ստեղծեց։ Ինչի համար Աստված եկեղեցին գնեց իր արյունով, եղբայրները նոր ասեցին։ Եկեղեցու կարևորությունը եւ դու Հիսուսի արյունով սրբվելով, մաքրվելով մտնում ես եկեղեցի, մի հատ ուզում եմ կարդամ, տեսեք ինչ խոստմունք ունի քեզ տված Աստված։ Նայեք 12-րդ խոսքը. ով որ հաղթում է, սյուն կանեմ նրան իմ Աստծո տաճարումը։ Առաջին խոստմունքը Աստծո տաճարումը սյուն կանեմ, եւ այլևս դուրս չի գալ, եւ նրա վրա կգրեմ իմ Աստծո անունը։ Քո վրա գրվելու է Հիսուսն ասում է իմ Աստծո անունը եւ իմ Աստծո քաղաքի անունը, այն նոր Երուսաղեմի անունը, որ իջնում է երկնքից իմ Աստվածանից եւ իմ նոր անունը։ Հիմա պատկերացնենք այսպես մի պահ։ Քո վրա գրված է Հիսուսի նոր անունը։ Եվ Աստված ասում է մի անուն, որ այդ անվան առջև պիտի երկրպագեն բոլորը, աշխարհի բոլոր մարդիկ։
Ես ուզում եմ դու պատկերացնես Աստված քեզ ինչ գին է տալիս։ Քո վրա գրում է Հիսուսի նոր անունը։ Եվ գրված է այդ նոր անվան առջև։ Բոլորը պիտի գան եւ խոնարհվեն եւ երկրպագեն։ Հիմա տես դու որտեղ ես եւ Աստված քեզ որտեղ է ուզում տնի։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Մտածեք այդ ուղությամբ։ Մտածի ինչի համար Աստված քեզի գնել։ Հիսուսի արյունով քեզ գնել։ Անանիա եղբայրը առաջուց, երբ որ խոսեց, գառնուկի մասին խոսեց, գառնուկը պիտի մորթվեր եւ գառնուկը մորթվավ։ Աշխարհի սկզբից առաջ, որ Աստված արդեն այդ գառնուկը ուներ։ Հավիտենական դարերից առաջ գրված է, այդ գառնուկը ուներ մարդկության փրկության համար։ Գառնուկը արդեն կար։ Գառնուկը արդեն կար։ Եղբայրներ, քույրեր, մենք տոնեցինք Պասխա, Զատիկի տոնը ապրիլ ամսին տոնեցինք։ Ես ուզում եմ Զատիկի թեմայով մի փոքր խոսենք եւ նորից պիտի աղոթենք փառք տանք Տիրոջը։ Նայեք, Ղևտացիների գրքի մեջ գրված է Չէ, բերեք Իսխոդից կարդանք։ Ելիցն է, չէ՞ Իսխոդը։ Ելից 12-րդ գլուխ առաջի խոսքից։ Եվ Եհովան խոսեց Մովսեսի եւ Ահարոնի հետ Եգիպտոսի երկրում ասելով. Այս ամիսը ձեզ համար ամիսների սկիզբ լինի։ Ձեզ համար տարվա ամիսների առաջինը լինի նա։ Իսրայելի բոլոր ժողովքի հետ խոսեցեք ասելով. Այս ամսի 10-ին, ուզում եմ, որ ուշադրությամբ լսեք, այս թվերը, այս ամսի 10-ին, ամեն մեկը իր համար մի գառն առնե, իրենց հայրերի տան համեմատ, տունը մեկ գառ, եւ եթե մեկ տունը մեկ գառի համար քիչ լինի, թող նա իր տան մոտ եղած դրացու հետ հոգիների թվի համեմատ առնե, ամեն մեկը իր կերածի չափ հաշիվ առեք գառների վրա։ Ձեր գառը անարատ, արու, 1 տարեկան լինի, ոչխարներիցը կամ այծերից առեք։ Եվ պահեցեք ձեզ համար մինչև ամսի 14-րդ օրը։ Ամսի 10-ին գառը առեք ձեր մոտ, ձեր տունը պահեք, մինչև ամսի 14-ը այդ գառը պահեք ձեր տունը։ Եվ ամսի 14-րդ օրը այդ գառը մորթեք։ Ես ուզում եմ հիմա գանք այս զատիկը, որ կատարվում էր, Աստված Մովսեսին ասեց եւ կատարվում էր։ Մենք գիտենք, որ այս գառը մորթվավ առաջի անգամ, գառը քսվավ տան շեմին, դրանդիկներին, այդ արյունը քսվավ եւ Սատակի չրեշտակը գրված է, երբ որ անցավ, տեսավ արյունը եւ այդ տանը չմոտիկացավ։ Այդ տան վրա կար արյուն։ Այդ արյունը պահեց, որ այդ հրեշտակը չմտնի այդ տունը։ Հիմա մենք տեսնում ենք Աստծո գառը մեզ համար պատրաստված։ Կարդում ենք Մատթեոս ավետարան 21-րդ գլուխ, հենց առաջի խոսքից կկարդայի։ Եվ երբ որ Երուսաղեմին մոտեցան եւ Բեթփագե եկան, Ձիթենյան սարի մոտ, այն ժամանակ Հիսուսը 2 աշակերտ ուղարկեց եւ ասեց նրանց. Գնացեք այդ գյուղը, որ ձեր առաջին է, շուտով այնտեղ մի էշ կգտնեք կապած եւ մի ավանակ նրա հետ։ Արձակեցեք, բերեք ինձ մոտ, եւ եթե մեկը բան ասե ձեզ, ասացեք, թե նրանք Տիրոջը պետք են, եւ նա շուտով կուղարկե նրանց։ Բայց այս ամենը եղավ, որ կատարվի Մարգարեի ձեռքով խոսվածը, որ ասում է. ասացեք Սիոնի աղջկանը, ահա քո թագավորը քեզ մոտ է գալիս հեզ եւ էշի ու ավանակի քուրակը հեծած։ Աշակերտներն էլ գնացին եւ արին ինչպես որ Հիսուսը հրամայեց նրանց։ Էշը եւ ավանակը բերին եւ իրենց հանդերձները նրա վրա գցին եւ նա նստեց նրանց վրա։ Հիմա ուզում եմ այստեղ կանգ անգրտնենք, եղբայրներ, քույրեր։ Տեսեք ինչ հետաքրքիր է։ Ավիվ ամիս կար, ավիվ։
Աբիբ ռուսերենով եմ ես մի քիչ ասում երևի։ Նիսան ամիսը գալիս էր ապրիլ ամիսը։ Նիսան ամիսն էր այս, որ Հիսուսը Երուսաղեմ այշնում։ Երուսաղեմ։ Գրված է ամսի 10-ին գարը առեք ձեր մոտ։ Հիսուսը ամսի 10-ին իջնում է Երուսաղեմ։ Մենք տեսնում ենք, որ 5 շաբթի երեկոյան ինքը ասում է ես կամեցա, որ ես զատիկը ձեզ հետ ուտեմ։ Աշակերտների հետ զատիկը անում է 5 շաբթի երեկոյան։ Ուրբաթ օրը նրան բռնում են եւ խաչում են։ Ես ուզում եմ այս օրերը տեսեք ինչքան համապատասխանում է, ինչքան տոշնի բռնում է իրար։ Գառը վերցրեք ձեր մոտ 4 օր գառը պահեք եւ այդ գառը պիտի իրանք ման գային, որ այդ գառի վրա արատ չգտնվեր, անարատ գառ պիտի զոհ անեին։ Երբ որ Աստված ուղարկեց Հիսուս գառը երբ որ իջավ, ինքը միջև 5 շաբթի օրը հավաքվեցին քահանաները, հավաքվեցին սադուկեցիները, փարիսեցիները, կնիժնիկները, հավաքվեցին, ժողով արեցին եւ նրա վրա գրված է մի բան չգտան։ Գառը պիտի լիներ անարատ։ Եվ գրված է սուտ վկաներ նրանք կանչեցին, որ ասեցին մենք սուտ վկայություն կանենք։ Բայց գառի վրա մի արատ չգտնվավ, եղբայրներ քույրեր։ Հիսուս գառը մորթվեցավ քեզ համար, ինձ համար, փառավորվի Տիրոջ անունը։ Ուրբաթ օրը ամսի 14-ին Հիսուս գառը մորթվում է իմ եւ քեզ համար։ Բայց երբ որ կարդում ենք, նայեք ստեղ ինչ հետաքրքիր գրված է 8-րդ խոսքից, եւ խիստ շատ ժողովուրդ իրենց հանդերձները ճանապարհի վրա փռեցին, ուրիշներն էլ ծառերիցը ճյուղեր էին կտրում եւ ճանապարհին փռում, եւ նրա առաջից եւ ետևից գնացող ժողովուրդը աղաղակում էին եւ ասում. Օվսաննա, Դավթի որդուն, օրհնյալ է Տիրոջ անունով եղողը, Օվսաննա բարձրունքներումը։ Եղբայրներ քույրեր, սա անելով, երբ որ իրենց հանդերձները փռում էին ճանապարհին, եւ գրված է արմավիների ճյուղերը փռում էին, ուրեմն միջև Հիսուսը գրված է, այնտեղ կար մի իստորիկ Յոսիֆ Ֆլայվեր կոչվում, ինքը հրեաների իստորիկ էր, այդ դարույ ապրած մարդ, ասում միջև Հիսուսը Եգիպտոսից մեկը եկավ, ասում նույն ձև Էշի եւ Ավանակի հետ նստած իրանց վրա իջավ Երուսաղեմ 30,000 հոգի միացան, ասում եւ մեծ ամբոստացում եղավ, սպանություններ եղավ եւ ինքը հազիվ փախավ փրկվավ, ինքը եկել էր որպես Քրիստոսը եւ նրանից հետո ասում մի ուրիշը եկավ 10,000 հոգի նրան հարեցին, ասում սպանվեցավ եւ ինքը եւ մեծ սպանություններ եղավ։ Եղբայրներ քույրեր, բայց այս ժողովուրդը տեսնելով Քրիստոսի մուտքը, ինքը գոռում է Օվսաննա բարձրունքներումը։ Օվսաննա բարձրունքներումը։ Սա նշանակում է, որ փրկիր մեզ երկնքումը։ Սա նշանակում է, որ հավատում ենք, անկեղծ հավատքով հավատում ենք, որ ոչ թե միայն դու թագավոր ես, այլ նաև դու Քրիստոսն ես։ Նրանք հավատում էին, եւ այս ասելով Օվսաննա բարձրունքներումը, իրանց հրեական ձևով ասում էին Աշիա նա Բեշամայի, որը թարգմանվում էր փրկիր մեզ երկնքումը։ Ստեղ չէ երկնքումը, քեզ ընդունում ենք որպես Քրիստոս։ Եվ այդ արմավիների ճյուղերը գարունը պետք չէր փռել ճանապարհին։ Երբ որ մենք կարդում ենք Զաքարիա մարգարեություն 14-րդ գլուխ 16-րդ խոսքը եւ գրված է բոլոր ժողովուրդները գալիս էին նրա առաջը երկրպագելու եւ ով որ չէր գալիս այն երկրի վրա անձրև չէր գալիս։ Նրանք գալիս էին Քրիստոսին երկրպագելու եւ այս ժողովուրդը ընդունում է Հիսուսին որպես Քրիստոսը։ Արմավիների ճյուղերը
իրենց հանդերձները ճանապարհների վրա փռելը նշանակում էր, որ ոչ թե միայն քեզ թագավոր ենք ընդունում, այլ ընդունում ենք որպես Քրիստոս, փառավորվի Տիրոջ անունը։ Եղբայրներ, քույրեր, այս գառնուկը Աստված պատրաստել էր ինձ եւ քեզ համար եւ բոլոր աշխարհի համար։ Գառնուկը 4 օր մնաց Երուսաղեմում, տունը մնաց, տնից դուրս չեկավ, երբ որ Պիղատոսը եկան ասեցին քեզ ման գալիս, ասեց գնացեք այդ աղվեսին ասեք, որ ես ժամանակ ունեմ եկուց եւ մյուս օրը ինքը մնաց տան մեջ եւ ամենակարևորը, որ նրա վրա ոչ մի արատ չգտնվեցավ, Աստծո գառը անարատ էր եւ նրա արյունը կարող էր սրբել ամեն մեղքերը։ Եվ այսօր ինձանից եւ քեզանից պահանջվում է մեկ բան՝ հավատա եւ կփրկվես դու եւ քո տունը։ Խոստմունք ունենք, եղբայրներ, քույրեր։ Խոստմունք ունենք երկնքից։ Էսի մարդ չի խոստմունք տվել, Աստված է խոստմունք տվել։ Հավատա, կփրկվես դու եւ քո տունը, Աստված ողորմություն կանի։ Թող Տերը օրհնի, եղբայրներ, քույրեր, որ այդ գառը մորթվավ, ինձ եւ քեզ համար մորթվավ։ Այդ գառը պատրաստված էր, հավիտենական դարերից առաջ արդեն պատրաստված էր։ Թող Տերը օրհնի, եղբայրը, երբ որ Անանիան եղբայրը կարդաց Եփեսացիների գրքի մեջ, նայեք, հենց 2-րդ գլուխ առաջի խոսքից ասում է. «Եվ դուք, որ մեռած էիք հանցանքներումը եւ մեղքերումը»։ 5-րդ խոսքի մեջ արդեն վերագրում է իրան էլ, երբ որ մեռած էինք հանցանքներումը, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ, շնորհքով եք փրկված, նրա հետ մեզ հարոց, փառավորվի Տիրոջ անունը։ Եղբայրներ, քույրեր, Կողոսացիների գրքի մեջ մի շատ լավ համար կա գրված, եւ ես ուզում եմ կարդալ 3-րդ գլուխ 3-րդ խոսքից. «Վասնզի դուք մեռաք, եւ ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ»։ Սա քեզ ասում, սիրելի հոգի, ուշադիր լսի, դուք մեռաք եւ ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ, բայց երբ որ Քրիստոս մեր կյանքը կհայտնվի, այն ժամանակ դու էլ նրա հետ կհայտնվեք փառքով։ Ձեր կյանքը պահված է Քրիստոսի մեջ Աստծո քով։ Երբ որ նա հայտնվի, ձեր կյանքն էլ կհայտնվի։ Սա հենց այնպեսի խոսքեր չի, սա խոստմունք է ինձ եւ քեզ տրված։ Դու անկեղծ հավատա Տիրոջ խոսքին։ Դու անկեղծ հավատա միայն, եւ Տերը իր ժամանակին այս ամենը կանի, փառավորվի Տիրոջ անունը։ Եղբայրներ, քույրեր, միտեղ էլ կարդամ, ժամանակը շատ քիչ է, արդեն մեկ անցա եւ կգանք աղոթքով նորից Տիրոջ առաջ։ Կորինթացիների 5-րդ գլուխ, առաջի Կորինթացիների 7-րդ խոսքից. «Դեն գցեք հին խմորը, որ նոր զանգված լինիք, ինչպես որ անխմոր եք, որովհետև մեր զատիկը մորթվեցավ մեզ համար Քրիստոսը»։ Մեզ համար մորթվեցավ Քրիստոսը։ Եվ հին ժամանակներում միջև Քրիստոսը, երբ որ մարդ կմեղանչեր, գառը կբերեր, երբ որ այդ գառը կմորթվեր իր մեղքերի համար, բայց երբ որ մենք կարդում ենք Եբրայեցիների մեջ, եղբայրներ, քույրեր, նայեք ինչ ասում, 9-րդ գլուխ 13-րդ խոսքից, որովհետև եթե ցուլերի եւ նոխազների արյունը եւ երիշների մոխիրը սրսկվում էր պղծվածներին մարմնավոր սրբություն ստանալու համար, այս ամեն տիսականությունները, որ արվում էր, ամեն անգամ գառը, երբ որ մորթվում էր մարմնավոր պղծությունների համար եւ գրված է նրա ներսը հոգին խիղճը չէր կարող մաքրել, սրա համար ուրիշ գառ էր պետք եւ այդ գառը Աստված պատրաստել էր, փառավորվի Տիրոջ անունը։ Այդ գառը մորթվեցավ քեզ համար, այդ գառը քեզ գնեց,
այդ գառը քեզ սրբեց, այդ գառը քեզ առանձնացրեց եւ քեզ մի նոր անուն տվեց, որ ոչ ոք չի կարող այդ անունը իմանալ, ով որ հաղթի, այդ անունը նրա վրա կգրեմ, փառավորվի Տիրոջ անունը։ Գառը արդեն հաղթել է, եղբայրներ, քույրեր, եւ այդ հաղթությունը այսօր ձրի պարգև ինձ եւ քեզ տրված է։ Թող մեր Տիրոջ անունը փառավորվի, ամեն։